Միջև անցնենք Անգեի 5-ից 7-րդ համարը, որ իմ հատվածն է, հովիվը իհարկե շատ ավելի լավ ու խորը ներկայացրեց 1-ից 4 համարները, ինչա կոնտեքստը։ Կոնտեքստն է ժողովուրդ, որ հավատացյալ էր, գնաց է ընկել էր գերի, հիմա հետ են եկել, իրանց հողը հետ է տրվել, ու այս նոր դժվարությունները, որ առաջացել է, մոռացել են Աստծո տաճարը շինեն։ Այս գիրքը խի է էական այսօրվա համար, որտեվ այս տաճարը անգեն նենց է ներկայացնում, որ մեր սրտերի մասին էլ է իմ անուշ ախպերուքուր։ Այսի ինձի խի անձնական շատ անձնական կպավ, իզուր չի, այս քարոզողների ամենաշատը Աստված իրանց հետ է խոսում, իրանց պրոբլեմներն այս քարոզելու ժամանակ վերարտադրում։ Քո սիրտն ես քննում, քո ճանապարհն ես քննում, Տերեսի ինձ ինչքան է վերաբերվում, ես ինչքան սրա կարիք ունեմ։ Այս 3 շաբաթա տնտղում եմ այս թեմաներով։ Էդգար, քո ճանապարհները ուր են տանում։ Այդ սիրտիդ մեջի տաճարը, այո, ստե արտաքին տաճարի մասին է խոսքը, որ հрьяաները չէին պատրաստում, ընկել են իրանց տների հետևից, բայց մեր սրտում գտնվող այդ տաճարը, որտեղ որ Աստված ապրում, բնակվում է, որտեղից որ պետք է բխի մեր աստվածասիրությունը, աստվածապաշտությունը ու աստվածավայել ապրելը, ինչ վիճակում է իմ անուշ ախպերուքուր։ Այսօր հետ ենք հետազոտելու։ Նայելու ենք արդյոք Աստված ինչ է պատրաստում նրանց, ովքեր խոնարհվում են, իրանց ճանապարհները մի կողմ են դնում, իր ճանապարհներն են հետևում, եւ նրանք, ովքեր ոչ։ Ի տարբերություն մնացած կրոնների, չաստվածների, մեր Աստվածը պարզ խոսացել է իր շնչի միջոցով, որը պարզ գրած է մեր գրքերի միջոցով, ու դա հերիք չէր, մի հատ է քո ուզած լեզվով թարգմանված, մանրացված, որպեսզի կարողանաս ընկալես։ Այսօր լսելու ենք, արդյոք մեր ճանապարհները համընկնում են Աստծո խոսքի, իր հոգու, իր կամքի, որ պարզ արտահայտված է իր խոսքում, թե պետքա վերանայենք իմ անուշ ախպերուքուն։ Այստեղ ոչ մեկ թող իրան հանգարց դատված չզգա, սա դատապարտություն չի, բոլորս իրար հետ ենք վերաքննելու մեր ճանապարհները, այս մի քանի աստիճանը ոչ մի բան չի փոխում, բոլորս հավասար ենք իրար, նույն խնդիրներով, նույն դժվարություններով այս կյանքը ապրում ենք, փորձելով մեր Աստծուն փառք բերել։ Մարտահրավեր է մեզ Անգեի գիրքը, հատկապես այս առաջի հատվածները ու ընդհանրապես։ Մարտահրավերը հետևյալն է. արդյոք մենք չափազանց շեղված ենք մեր աշխարհային կյանքերով, ձեռքբերումներով, որպեսզի առաջնահերթություն տանք Աստծո տանը, Աստծո արքայությանը։ Ամեն անգամ էսի շեշտվի իմ անուշ ախպերուքուր, քո սիրտը հիշի։ Աստծո ներկայությունը այդ տաճարը իր բնակված մասն է։ Այսօր Աստված որտեղ է բնակվում, մեր սրտերում։ Այս գիրքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր կորցրել են իրենց առաջնահերթությունները, կլանված իրենց կյանքի պահանջներով, մինչդեռ Աստծո տունը կամ ներքին տաճարը ավերակների մեջ էր։ Շատ բարդ մի պատկերացրա, ես իմ օրինակը բերեմ, դու քոնը արդեն ինքդ քո մեջ տնտղա։ Շատ բան չի պետք, որ այս տաճարին անտեսենք։ Պետք է այդ էկրաններին մի քիչ նվիրվենք, գործի մեջ շատ ընկալենք, փողը դառնան ամենաառաջի բանը ու մեր հոգսերով տրվենք։ Ու շատ շուտ կհայտնաբերես, որ վերջի անգամ Աստվածաշունչը բացել ես 3 շաբաթ առաջ։ Վերջի անգամ ծնգեջ հոգել ես այդ նույն թեման, որ քո սրտի մեջ է, որ տանջում է քեզ, Աստծու առաջ բերել ես շաբաթներ առաջ։ Ինչը փոխվեց։ Ճանապարհդ։ Էլի սիրում ես Աստծուն, խոսում ես իր մասին, գալիս ես եկեղեցի, նստում ենք, բարևում ենք, իրար պատշում ենք, բայց որ ես շենքերից դուրս ես գալի, ճանապարհը տա փոխվել։ Ապրելակերպը, ընտրություններդ, ինչն է առաջնային, ինչն է վերջին, սա խառնվել է իրար։ Ու ես իմ փորձով եմ ասում, իմ անուշ ախպերուքուր ասում, հա ժամանակս չի հերիքում։ Ինչու չի հերիքում։ Որտեվ ճիշտ չեմ տիրապետում, ինչ եմ անում այդ ժամանակի մեջ։ Ես ինձի կարամ խափեմ, քեզի կարամ խափեմ, գիտես ինչքան զբաղված եմ, բիզնեսա բանա, մի վաղ երեխա կա տունը, այդ սաղին պետք է կերակրվի բան։ Կարամ, բայց ճիշտը նա է,
որ ժամանակը ճիշտ չենք տիրապետում, իմ անուշ աղբերուք, ու դրա համար չի հերիքում։ Մեզանից շատ ավելի բաղված, շատ ավելի երեխաներ ունեցող ու շատ ավելի պայծառ բիզնեսներ ունեցողներ կան։ Ժամանակը ճիշտ չենք օգտագործում։ Այսօրվա հատվածն եմ կարդում Անգեի 1-ից 5 ու 7-ը, ուրեմն միջև էդ ենք մեզի ասում Անգեն։ Եկել եք, հասել եք, ազատագրել է Աստված, նոր առիթ տվե, նոր հող տվե, դուք խեղաթյուրվել եք։ Կարևորը մոռացել եք, առաջնայինը թողել եք, ընկել եք ձեր կարիքների, ձեր մարմնականի, այս աշխարհի ասեկոսի լույսնա, հոտնա, պայծառա, գրավիչա։ 5-ից 7-րդ համարներում Սուրբ Հոգով ներշնչված Անգեն ուղղություն է տալու, ոնց ձևափոխենք, ինչ անենք։ Եվ հիմա զորքերի Տերն այսպես է ասում, Աստծո մասին ասա. ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին, շատ ցանեցիք, բայց քիչ հավաքեցիք, կերաք, բայց չկշտացաք, խմեցիք, բայց ծառավ չհագեցրիք, հագնվեցիք, բայց ոչ ոք չտաքացավ, եւ վարձկանի վարձը ծակ քսակի մեջ է գնում։ Զորքերի Տերն այսպես է ասում, ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին։ Փառք Աստծո, որ մեր Աստվածը խոսում է մեր հետ։ Չի թողում մոլորված ժամանակ, ջարդված ժամանակ, նեղված ժամանակ մենակ մնանք։ Պարզ ուղղություն է տալի, նման մի ուղղություն հայտնաբերում ենք այստեղ։ Իր ժողովրդի ճանապարհները մի քիչ տարբերվել է իր կամքից, հետ է կանչում։ Ուշադրություն դարձրեք։ Չեք տեսնում, որ ձեր աբրածը, կերածը, աշխատածը արդյունավետ չի։ Այս ուշադրությունը, որ ասվում աստ է, մի քանի անգամ է կրկնվելու այս գրքի մեջ, հատկապես 5 անգամ։ Մի պտիկա գիրքա 5 անգամ նույն բանը կրկնվում է։ Խորիր քո ճանապարհների մասին, քննիր քո սիրտը, ասում է այստեղ։ Քարոզի մեջ լիքը ընդգրկված ալինելու հովիվի ներառումը, որ կա ձեր ստված թեղտիկների մեջ, եթե տուն գնաք ուզեք վերհիշեք այս թեման ինչի մասին է, խնդրում եմ տարեք դեր հետ կարդացեք։ Նայեք ինքը ինչ ասում մեր սրտի մասին։ Խորհիր քո սիրտը, ասում է այստեղ։ Արտաքին խնդիրը տաճարի կիսատ լինելն էր, չէին պատրաստում, եկել էին սաղ զբաղված էին իրանց տներով, Աստծու տաճարը չէին սարքում։ Իսկ այդ ժամանակ, եթե Աստծու տաճար չկար, փառաբանություն չկար, Աստծու հետ կապ չկար, այս կդրվել էր։ Բայց իրական խնդիրը սիրտն էր։ Աստծո առաջ անհնազանդ սիրտը։ Սուրբ Գիրքը սիրտը ներկայացնում է որպես մեր կյանքի կենտրոնը։ Այն որոշում է մեր մտածումների, խոսքերի, գործերի, ինչ ես խոսում, ինչ ես մտածում, ինչ ես անում։ Կենտրոն ունի, որ բխվում է դրանից, որ սիրտ ասում ենք մի մտած այդ օրգանը, որ արյուն է տարածում մարմնի մեջ։ Պատկերացրեք կենտրոն, որտեղից դուրս է գալի քո արարքները, քո խոսքերը։ Աստծո հորդորը հրավեր է տեսնելու, թե ինչ ճանապարհներ է ընտրում մեր սիրտը եւ ինչ ուղու վրա է դնում մեր կյանքը։ Տեր Հիսուսը շատ պարզ հստակ մի հատ նախադասություն է ասել Մատթեոսի մեջ, որ էդի օրենքն է իմ համար, միշտ քննում եմ իմ սիրտը։ Ինչու՞։ Նայեք, Տերը ինչ է ասում, Հիսուսը ոչ թե մեր մեջ քայլում էր 2000 տարի առաջ, մարդկության իրավիճակին պարզ տեղյակ էր իրանց հետ, տնտղում էր այդ իրանց առօրյայում, մեր սիրտը պարունակում է այն ու նրա մեջ այնա, ինչը որ մենք համարում ենք գանձ, կավ ավելի կոնկրետ։ Տեր Հիսուսը ասեց, որտեղ որ քո գանձը լինի, այնտեղ կլինի քո սիրտը։ Ինչի համար ես արտանում։ Ambition են ասում անգլերեն, որ արտանում ես ոտերդ կպնում ա գետնին գնաց։ Այդ է գանձ կա, որը դրդում ա քեզ, որի համար ապրում ես։
Ուշադրություն պետք է դարձնենք մեր ճանապարհներին։ Սա կոչ է լրջորեն ստուգելու մեր առաջնահերթությունները, որտեղը մեր սիրտը։ Ուրեմն մեր մտածումները, խոսքերը, գործերը բխում է ստեից։ Բայց մի բան լցվում է, չէ՞ ստե։ Ստեղից լցվում է, ստեղից վերարտադրվում է ու դուրս է գալի։ Նենց որ իմ անուշ աղբերուքուր, երբ որ նայում ես քո ճանապարհին, քո սրտին տեսնում ես ճիշտ չի դասավորված։ Կյանքումդ ինչ որ մի բան ճիշտ չի դասավորված, դատարկ է, այս կապը հեռացել է, այդ գիրքը, որ առաջ սրբություն էր, ճշմարտություն էր ու առաջնահերթություն էր, փոշի է սկսե հավաքել իր վրա։ Նայեք Աստված ինչ շատ հեշտ ուղերձ է մեզի տալի Հռոմեացիս 12-ի առաջի 2 համարներում։ Ինչ անենք, որ այս սիրտը ձևափոխվի։ Արդ Աստծո ողորմությամբ աղաչում եմ ձեզ, եղբայրներ, որ ձեր մարմինները մատուցեք կենդանի զոհ, սուրբ եւ Աստվածահաճո։ Դա է ձեր հոգևոր պաշտամունքը։ Հա, Պողոս աղբեր, ուզում ենք, որ մեր ապրածը համընկնի Աստծուն, ուզում ենք, որ արդար լինենք, ուզում ենք, որ մեր ապրածը փառք բերի Աստծուն, բայց ո՞նց անենք։ Նայեք երկրորդ համարը ինչ պարզ ասում է մեզի։ Մի կերպարանափոխվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծո կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը։ Միտքդ փաստորեն պետքա նորոգվի։ Ինչ որ մի նոր բան պետքա գաստեղ ու հասկանաս Աստծո կամքը, քո դիրքը, քո մինինգը, քո արժեքը, քո իմաստը այս աշխարհում։ Այդ ինչ ինֆորմացիա պետքա լինի, որ նորոգի ու փոխի քեզ, եղածը հանի, եթե ոչ Աստծո կենդանի կենարար խոսքը։ Որպես տարիներ տառապած տարբեր ինֆորմացիաներ լցնելով իմ մեջ, ես գիտեի ինչ որ մարդիկ կան պետքա գնամ երրորդ աշկս բացեն շատ թազա ինֆորմացիա ստանամ։ Այդ համ աշխարհի ծերերը նյութերի պատճառով ինչ որ բաներ ընկալեմ, հատուկ մտափոխվեմ, նյութերի պատճառով ու այդ ժամանակ նոր ինֆորմացիա գա ու բացվի ուղեղս նորություն ստանամ։ Բայց հետո այդ նյութերը անցնում է, այդ ինֆորմացիան ինձ ոչ մի բանով չէր օգնում, հələ դրանից բացի ինչ անկա, բանկա հետս քաշի տալի բերում է, հիմա պետք է այդ խնդիրների, այդ սխալների տակից դուրս գա։ Դու մի ասա, կա երկնքից եկած ճշմարտություն, որը Աստծո կենարար խոսքն է, եթե լցվում է այս ուղեղը այդ իմաստությամբ, Աստված պարզ ուղղությունը ցույց է տալի, ոնց ապրի, ոնց ձևափոխվի, ոնց վերափոխվի ու ամենակարևորը Աբրածը, խոսացածը ոնց հաճո լինի ամենակարողին, ով որ ինձ հենց ստեղծել է։ Այնց հետաքրքիր է ժողովուրդ ջան, ամենահաճելի, ամենահագեցած ու դուք էսի բոլորս ապրել ենք, որտեղ քրիստոնեական կյանքը sense վերևներ, ներքևներ ունի։ Սաղս միշտ sense 100-ի տակ դեպի Հիսուս չեն գնում։ Լիքը դժվարություններ կա, լիքը ցավ կա, լիքը տառապան կա, լիքը կորուստ կա։ Ու մեզի չի Քրիստոսը խոստացել, որ սա լավ ալնելու։ Հակառակը ասեց ըլլելու է դժվարություններ, տանջանքներ ըլնելու է, բայց իր խաղաղությունը առաջնորդելու է, դա Քրիստոսի քրիստոնյայի տարբերությունը։ Դժվարություններով անցնելու ես քրիստոնյա, բայց Քրիստոսի խաղաղությունն է մեզի առաջնորդելու։ Ուրեմն, ոնց ձևափոխվես, նորոգվես, այս սիրտին ինչ անենք, որ փոխվի, նոր ինֆորմացիա, նոր առաջնորդություն պետք է տաս։ Մեկը մի բան քեզի առաջ է տանում այսօր իմ անուշ աղբերուքուր։ Մեկը քեզի մի բան սովորացնում է այսօր։ Այսօր այս էկրանով մի բան նայելու ես, մի բան քեզի շահագրգռելու է, մի բան քաջալերելու է, մի բան դեպրեսիայի մեջ է տանելու։ Սենց թենես դու սաղ օրը մեկից մի բան լսում ես ու առաջնորդվում ես դրանով։ Այսօր մեր հորդորն է ու ընդհանրապես այս եկեղեցում շատ առաջնային տեղ է դրած Աստծո կենդանի խոսքը։ Եթե կասկածներ ունես, ոնց իմանաս դա Աստծո խոսքն է։ Եթե կասկածներ ունես, խի Աստվածաշունչը շատ մեծ սերով, հանգստությամբ կարանք դա ձեզ առաջնորդենք ու բացատրենք։ Մոտիկացեք ինձ, Դավիթին, Հովիվին, ուրիշ աղբերին, ասեք, look, I have questions, հարցեր ունեմ։ Խի Հիսուսը, խի Աստվածաշունչը, խի քրիստոնեությունը։ Մեր հավատքը, մեր Աստվածը, քանի որ ստեղծագործիչն է,
թողեք գրել այդ պատասխանները հանձնել անես։ Այսօր ստե ոչ մեկ գլուխը կախ վերբով կա ռուսերեն լավ բառա։ Մեկից մեկից համոզելով ստե նստած չենք իմ անուշքուրի կախքը։ Ստե լիքը լուրջ մարդ կա, լիքը կրթված մարդ կա, որ երբ որ նայում է ու ոչ միայն այդ կրթությունը, լրջությունը նրանից չի, որ ինֆորմացիա կա քրիստոնեության մասին, որ անհերքելի է։ Այսօր դուսը միջև եկա քուրիկներս մի հատ քաշին, ասեն այդ մայքեն, որ տենց հակել ես, կարաս ապացուցես, որ Քրիստոսն է Տերը։ Կարաս առանց Աստվածաշունչի ասես, որ սենց հակել ես, սաղատ քայլում եք, Հիսուսն է թագավորը, ինչ թագավոր, երբ, ում էր թագավորում։ Շատ պարզ իմ անուշ աղբերուքով։ Այս Հիսուսի մասին մենակ Աստվածաշնչում չեն կարդում։ Աստվածը նենց է ասենց դրե իրան իստորիայի մեջ տարբեր տեղերում, քեզ քիչ ամնում սկսես նայես հնաբանությունը ուղեղդ ուղակի պայթում է։ Ես երբ որ եկա այս հավատքին, ասում եմ, որ հայտնաբերենք Հիսուսը չկա, այս հարցը կպրծնի ինգեր։ Այս է կփագենք մի կողմ կդնենք մնացածների պես։ Մեկը բացում ես, տենում ես, չէ, այս հնիաբանները նայում են առաջի դար, Հիսուս անունով մարդ եղե, քայլել է, ապրել է, իրան ասում են հրյաները, որ իրան չեն սիրում, գիժ հրաշագործ։ Ինչին հրաշագործ ասում իր հակառակորդները, եթե հրաշքներ չեր անում, որոնց մասին որ կարդում ենք Աստվածաշունչում։ Հետո նույն իր հակառակորդները ասում են, որ ինքը քանի որ ասում էր Աստված է, այսի հնաբանություն եմ ասում, by the way, հələ գիտեմ շատ է համընկնում Աստվածաշունչի հետ, բայց Աստվածաշունչը հələ չի։ Հնաբանություն այս Հիսուսի մասին ու ամենահետաքրքիր փաստը, որի վրա հիմնված է քրիստոնեությունը, այս Հիսուսը խաչում են, մահանում է, թաղում են, երրորդ օրը գերեզման ունենք, մարմինը չունենք, այ քեզի բան, ես էլ ես գործի մեջ եմ, թաղել մարմին չկտնել չկա տենց բան, գոյություն չունի, ունես 21-րդ դարը, հա հիմա ձև է, որ չկա կորցնելու, այն վաղտե չկար, եղբայրս, քուրս, լուրջ բան է էտի, ուզում է 5000 տարի անցնի այդ դեպքից, 50,000 տարի անցնի, փաստը չի փոխելու, Քրիստոսը ապրել է, խաչի վրա մահացել է, թաղվել է ու երրորդ օրը այդ գերեզմանը դատարկ է եղել, ու դրա համար է ինքը Տեր, ու դրա համար է ինքը թագավոր, որտև չկա ուրիշը իրա նման, ու ովքեր որ իրանց հույսը կդնեն իրա վրա, թեև մահանան, հարություն կառնեն։ Դրա համար է այսօր մեր պատգամը դեպի մեզ, դեպի անհավատին, քննիր քո ճանապարհները եւ թեքվիր, եղբայրս, քույրս, եթե չես հայտնաբերի այդ խաչից թափող սերը, որ ուզում է քեզ վերցնի, ների ու նորություն տա քո կյանքում, այսօր է այդ օրը, ուրիշ հույս չկա, ուրիշ մեկը չեկավ կանգնեց աղբերը, որ այս խոսքերը կարդաց Հովհաննեսի։ Հիսուսն է ճանապարհը, ճիշտը ու կյանքը։ Իրանից ասում է, բացի ինձանից իմ մեջով չեք կարա Աստծուն հասնեք։ Սա ասում են, «Օր այս նեղ ճամփա է, նեղա, բայց բոլորինական չէ»։ Այո, բոլորը չեն մտնելու, բայց բոլորն են կանչված։ Այսօր նայենք մեր ճանապարհները։ Ուրեմն կարող ես ձևափոխել, վերափոխես քո սիրտը նոր ինֆորմացիա լցնելով, այդ ինֆորմացիայի ընտրությունը քո վրա է, կարան ելնեն այս կյանքի no age, ինչ հիմարություն ասես, կարաս լստես ուղղություն փնտրելու համար, ժամանակավոր այնքան, որ քեզի ուրախացնի, քեզ մտածես բեսամ նորություններ ես հասկացել, այս ինչ բարձր ինսայթներ ունես, բայց առօրյայումդ, դժվարությունդ ու ամենակարևորը մահից հետո ոչ մի բան չի կարա քեզ անի։ Քրիստոնեությունը, Աստծո կենդանի խոսքը ոչ թե միայն կարա հիմա քեզ ձևափոխի, վերափոխի, այլ նաև երբ որ ես ամեն ինչը պրծնի իմ անուշ աղբերուքով։ Պատասխանը միայն քրիստոնեության մեջ Հիսուս Քրիստոսով ունի քրիստոնյան։ Դրա համար մեծ հույս ունենք, դրա համար ենք կարողանում կանգնել այստեղ ու մնացած բոլոր տեղերում աշխարհում դավանելու Քրիստոսի մասին ու առաջարկելով այդ ձրի նվերը, որ Աստված իր որդու պատճառով բոլորիս կարողանում է տա։
Հիմա նայենք, եթե վերադառնանք այս տաճարից կառուցմանը, տենանք այս հրյաների մոմենտը ինչ էր։ Գնում ենք հետ Հագայի գիրքը 6-րդ հատված համարում, որտեղ այս համարով ասելու է, ինչ ա լինում այն մարդկանց, որոնք չեն խոնարհվում։ Որոնք չեն ձևափոխում, չեն քննում իրանց ճանապարհները, նորմալ է, լավ է, դու գնա քո ճանապարհները քննի, մեր մոտ լրիվ ջոգած է։ Հասկացած է, տեղավորված է, բացված է։ Մենք մեզանով ենք էսի անելու։ 6-րդ համար։ Շատ ցանեցիք, բայց քիչ հավաքեցիք։ Կերակ, բայց չկշտացաք։ Խմեցիք, բայց ծառավը չհագեցրիք։ Հագնվեցիք, բայց ոչ ոք չտաքացավ եւ վարձկանի վարձը ծակ քսակի մեջ է գնում։ Պոետիկ մոտեցում է, այսի որ իր օրիգինալ լեզվով կարդում ես, պոետիկ։ Համարյա ոնց որ ուզում էր ղժարվել։ Բառապաշարից համար կներեք, իհարկե Տերը դեռ աշխատում է։ Պոետիկ շատ հետաքրքիր բաներ ասում աղբերը ու հետաքրքիր 5 հատ օրինակ բերեց։ Բայց նույն բանն էր ասում։ Մեր բոլոր ջանքերը ապարդյուն են ու ապարդյուն կլինեն, եթե չհնազանդվենք Տիրոջը։ Ես իմ անձնական կյանքում ասեմ, Անուշ աղբերուքուր, պահա գալի, որ քեզ թվում է Աստված շատ օրհնեի, կյանքում ես չէի մտածի, որ ստեղ եմ։ Թե իմ ընտանեկան իրավիճակում, որ ջարդված, կորած, ասենք, արժանի չէ, հիմա այդ ընտանիքի հետ նույն կնիկս է, հա։ Թե իմ ունեցած չունեցածի մեջ, թե այդ գործնականի մեջ, որ Աստված օրհնել է, անհասկանալի, անընդունելի ու ինչ որ միտեղ ինքս անարժան եմ ինձ համարում քանակա։ Բայց մի հատ տեղ ես հասնում, որ քեզ թվում է ջոգացա, սա հասկացածա, օքեյ, այսքաններ պետք ինձի, այսքանը իմացա, լավ առաջ եմ գնում։ Դու մի հասա։ Ինձ թվում է էդ է հասել է ամենավերևին։ Մեկ որ հասում ես միտեղ, որ քեզ թվում է այլ գնալու տեղ չունես, որտեղ քո վրա է սկսել հույսը դնել։ Քո հասկացածով, քո իմացածով հասել ես այդտեղ տեղն է։ Բայց պակասում է հնազանդությունդ, որ բարձրալի առաջ գաս հաջորդը ցույց տա։ Շատ ժամանակ ընկնում ենք մեր գործերի հետևից, բիզնեսի հետևից, փիս զբաղված եմ, ապա գիտես ինչ լուրջ պատասխանատվություններ ունեմ։ Ժամանակս, Երանի օրվա մեջ 26 ժամ է։ Ռոձի քեզանից զբաղված մարդ չկար, դու ամենազբաղվածն ես ու դրա համար չես կարում այդ աղոթքի կյանքդ, կարդալու կյանքդ, որ կարանայի կանեի։ Ես վերաքննել եմ ինչ ճանապարհները այս 3 շաբաթա ու փիս ձևի, հա ապաշխարում եմ, Տեր, ես ինչքան եմ այսքանը իմանալով, ինձի դերը ես իմ ինչի տեղ, քեզի դերը երկրորդական տեղ, ինձ հասկացել եմ բիզնեսի ինչ անում, աճում եմ, ընտանիքս ջոգել եմ, ոնց է, տերել եմ աճում, ում կարում եմ, ոնց կարում եմ օգնում եմ։ Շատ ցանեցիք, չհնձեցիք, կերակ չկշտացաք, խմեցիք, բայց ծառավ մնացիք, շորեք հագնում չեք տաքանում, փողն չի հերիքում։ Այսի կոնցեպտ է, Մանուշ աղբերքուր, խնդրում եմ հարստությունը լավ քրիստոնյայի հետ հանգարց չդնեք, որտեղ հակառակներն եկա, չէ, կան աղքատ շատ լավ քրիստոնյաներ, կան հարուստ շատ վատ քրիստոնյաներ։ Սա կոնցեպտ է հագեցած լինելու մասին։ Ինչ անում ես կամ հայկական դնեմ հələ, մեկը երկու չի դառնում։ Մի գամ սարքում ես, ուրիշ բան ջարդվում է։ Քեզ թվում է փող կուտակեց իր ասար, մեկի մոտ էմերջենսի անում գնաց ընկերեց, սաղ պրծա։ Տիրոջը չներառել մեր ծրագրերում եւ զբաղվել սեփական շահերով։ Անգլուխ ոնց որ կամ դու քո գլխով արդեն ճանապարհ ես գտել, բայց Տերը քո ծրագրերում չի։ Ապրում ես ավելի շատ այն սկզբունքով, որ մի քիչ Աստծուն, շատը ինձ։ Սա ինքնախաբեություն է։ Աստծո ուխտը հստակ հայտարարում է, հեսա իր ուխտն են կարդալու իր խոսքը, որ նա օրհնելու է նրանց, եթե հնազանդվեն եւ պարժելու է, եթե ապստամբեն։
Էսի Էդգարի կապ չունի, իր օգտից են կարդում B օրինացից 28-ից 38-ից 43 համարը։ Հələ այս խոսքերը լսի, եթե տես ոնց որ նույն բանը ասի։ Խի, ինչու, որտեղ նույն հեղինակն է։ Ու այնքան է նույն բան ասում, իջև իմ նման հաստակաճեպի մեջ սկսում է տեղավորվել։ Կարդում ենք B օրինաց 28-ից 38-ից 43, լսեք։ Շատ սերմ կտանես քո արտը, բայց քիչ բերք կհավաքես, որովհետև մորեխները պիտի ուտենային։ Այգիներ կտնկես ու կմշակես, բայց գինին չես խմի եւ խաղողը չես հավաքի, որովհետև որդերը պիտի ուտենային։ Ձիթենիներ կունենաս քո բոլոր սահմաններում, բայց յուղով չես օծվի, որովհետև քո ձիթապտուղները պիտի թափվեն։ Տղաներ ու աղջիկներ կծնես, բայց նրանք քոնը չեն լինի, այլ գերության կգնան։ Աշխատում ես, վիզ ես դնում, ոչի բան չի լինում։ Իսկ այդ ընթացքում, որ Աստծուց հեռացել ես ու ընկել ես քո ճանապարհների մեջ, քեզ թվում է սա նորմալ է, բայց բաց ես թողում։ Ես քանի որ այդ լիքը ընտանիքների հետ աշխատում եմ, ովքեր հակումներ ունեն, այնքան ճանաչված, շատ մեծ կարողության ընտանիք կա հիմա երկու հատ, սաղ կտային կծախեն, մենակ այդ երեխեն նարկոման չլներ։ Ապե ասում է, այդ սաղ աբրածս, այդ սաղ սարկածս զրո արժի, որտեղ չկա, կուրած է, մեռնում է դեմս ու ոչի բան չեմ կարում անեմ, ոչ ես, ոչ դու։ Մեզ շատ ժամանակ տրվում ենք այն ինչ որ մեզ է թվում ճիշտ, ժողովուրդ ջան, ու բաց ենք թողում այն ինչ որ ավելի կարևոր է։ Քո երեխուն չի հետաքրքրում, իրան Հոնդայով ես վեկալելու գործից, թե Մերսեդեսով, իրան պետք է որ դու իրան կանաս վեկալես այդ դասի տեղից։ Բայց մացերյան վեկալում է իր տեղն անգնում, այս ուղեղը սիրտը կպնում էր, այո, բա ոնց էս է պետք է անեմ, էնի անեմ, հելնեմ, մեկը հետս դամ 5 տարի անցավ, տարիքդ բարձրացավ, երեխեդ մեծացել է, չունես իր այդ հարաբերություն։ Հետո որ այդ հիմա մեկ ուրիշ հետ որ հարաբերություն է ստեղծում, քո դուրը չի գալիս, Շատ ժամանակ այն ինչ որ մեզ է թվում կարևոր է, ընկնում ենք այդ աշխարհի հետևից, իսկ այն ամենակարևորը թանկեր է, ես հիմա երեխեքի կնգաս հետ այտենց ենք որոշել։ Այս փոքրերն ինձ մեծացնենք ընկեր, որ հետո վաղը միսօր որ փորձենք գնանք հանգստանալու, չմտածենք էսի ուրա, այնի ուրա։ Աստծո տան հանդեպ, մեր ներքին տաճարների հանդեպ մեր անտարբերությունը ավելի շատ դժվարություններ է պատճառելու մեզ։ Միշտ էլ տենց է եղել։ Ինքներս մեր համար ապրելու փորձը հակարդյունավետ է, unproductive. It might seem like that. The bank account and the numbers might tell you that. Բայց այն կարևորը, որ վաղը մյուսօր սաղ կյանքիդ վրա ազդելու է, բաց ես թողել։ Անարդյունավետ է։ Մեզ համար լուծումը նույնն է, ինչ որ անգեներ են ժամանակ ասում իր լսողներին, հիմա նույնն է մեզի ժողովուրդ ջան։ Պատասխանը պարզապես անել ինչ Տերը մեզ ասեց։ Էլի փառք Աստծո, որ քրիստոնեության մեջ դատարկ չի թողում, դե գնա մտածի Տերը ինչ է ասում այս ժամանակներում։ Նա ինչ է ասում Տերը։ Մատթեոս 6:31-ից 33 իմ համար քրիստոնեությունը դրա վրա ձգում։ Անցել եմ բուդդիզմով, մուսուլմանությունը մուսուլմանների մեծամասնությունից ավելի շատ եմ տիրապետում, New Age, ինչ ուզում ես, ինչքան աղանդ կա անցել ենք։ Քրիստոնեության մեջ այս Աստվածը խոսում է իմ հետ։ Ուղղությունը ու իմաստությունը տալիս է իր կենթանի խոսքով։ Ինչ անենք Հիսուս։ Այս կարիքներով ծանրաբեռնված ո՞նց անենք, որ առաջ գնանք ու քեզնից է հեռու չգնանք։ Լսի, Հիսուսը պատասխանում է։ Մատթեոս 6:31-ից 33 Ուրեմն մի մտահոգվեք ասելով ինչ ենք ուտելու, չենք կշտանում, կամ ինչ եք խմելու, չենք հագնում, կամ ինչ եք հագնելու, որովհետև ձեր երկնավոր Հայրը գիտի, որ դուք այս ամենի կարիքը ունեք, դուք նախապես Աստծո արքայությունը ու նրա արդարությունը փնտրեք, եւ այդ ամենը
ավելիով ձեզ կտրվի։ Ուզում ես հաջողակ լինես, նայ քանակ չեմ դնում, որտեվ քանակով չի որոշում քո հաջող։ Մարդ կա աղքատա, բայց իր ունեցածով գոհացած է, իր ունեցածը իրան տաքացնում է, իր հակած շորը, իր կերածը իրան կշտացնում է, ու իր խմածը հագեցնում է։ Ու շատ իրեղի քանակով չխափնվես, լիքը հարուստ քրիստոնյա, որ ոչի բանի պետք չի, լիքն էլ աղքատ քրիստոնյա, որ ոչի բանի պետք չի։ Ունեցածից չունեցածից մասը չի, ունեցածից հանդեպ հագեցված լինելն է։ Տերը ասում է, երբ որ փնտրում ես իմ արքայությունը, այսինքն մտնում ես ընդեղ։ Ոնց ենք մտնում Աստծո արքայությունը։ Մի հատ ձև կա։ Քո գործերով չի, քո լավ ու վատ ելնելով չի, քո ընկալելով, որ դու ձև չունես այդտեղ մտնելու քո հնարավորություններով, այլ պետք է ընդունես Աստծո բացված դուռը, որը Հիսուս Քրիստոսն է։ Ասեց դու քո մեղավոր ձևով Էդգար չես կարա մտնես իմ թագավորությունը, որտեվ ես արդար դատավոր եմ, քեզ կդատեմ։ Իմ նմանները չեն կարա Աստծո արքայություն մտնեն, որտեվ մեղավոր են։ Ու Աստված արդար է, իր արդարությունը դրդում է, որ իմ նմաններին դատեն։ Բայց միևնույն ժամանակ ես արդար Աստվածը ինձ ստեղծե սիրում է, ձև մոգոնեց կոպիտ ասած։ Ոնց փրկեմ իմ ստեղծագործությանը, որ սխալվե, շփոթվե, գնացե կորելա։ Զոհաբերեմ իմ որդուն, թող իջնի մարդ դառնա, ապրի ես մեղավորների մեջ, անմեղ մնա, սուրբ մնա, որ դառնա այդ ոչխարը, որը կմորթվի ու որի արյունով բոլորը կմաքրվեն։ Այդ գառնուկը անարատ անմեղ, մեկը պտի այս մեղավորի համար վճարեր պարտքը, թե չէ Աստծո արդարությունը ցույլ չէր տա։ Ու ահա այդ արդարությունն ենք կարդում Աստվածաշնչի մեջ։ Ես ու դու ձև չունենք իմ անուշ աղբերուքու։ Հիմնվելով Հիսուսի արած գործի վրա, իր արդարությունը սենց գալիս է այս մեղավորին ծածկում է, երբ որ կանգնում ես այդ դատ ու դատաստանի առաջ քո կյանքի վերջում, Աստված տենալու ես մեղավոր Էդգարին, բայց տենալու է Քրիստոսի արդարությունը։ Այսօրվա մեր կանչն է, որը որ նաև գնում է 7-րդ համարում ու ասում է Զորքերի Տերն այսպես է ասում. ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին, փագելու ենք հենց այս վերջի համարներով։ Ուշադրություն դարձրեք ձեր ճանապարհներին։ Նայեք մեկ այլ տեղ ոնց ասում, հույն ու նոր կտակարան նույն ձևը Աստված մեր հետ խոսում։ Նայեք ոնց ասում, եւս միտեղ հին կտակարանում ողբի 3:40-ում. քննեք ձեր ճանապարհները եւ փորձեք Ետ դառնաք Տիրոջը։ Երկրորդ Կորինթացիցում ինքներդ ձեզ քննեք, թե հավատի մեջ եք, ինքներդ ձեզ փորձեք։ Այսօր քրիստոնյա միջև փակելը քրիստոնյային է այսի վերաբերում։ Եթե առիթ ես ունեցել հասկացել ես Աստծո մեծ նվերը խաչի վրա, հանձնվել ես իրան Տերս, մեղավոր եմ ես, ինձանով չեմ կարա գամ քո թագավորությունը, չեմ կարա ներվեմ, գործերովս, տալովս, բարիությունովս, մենակ քո արած գործի վրա է, որ ես կարամ հենվեմ, Փառք Հիսուսին։ Աստված այնքան բարի է, որ ասում է դու այդ կոնցեպտը հասկանում ես, ընդունում ես իր թագավորություն ու նոր հոգի ա դնում քո մեջ, որ այդ առաջվա մեղքի գերին էլ չի։ Մեղքով անցնում ենք անպայման։ Ոստե մի հատ կատարյալ մարդ չկա, գնալով ամեն օր նմանվում ենք Քրիստոսին, դա է մեր փորձը ու մեր քրիստոնեական կյանքը։ Կատարյալ չենք, բայց ձևափոխվում ենք, սրբագործվում ենք, կամաց-կամաց։ Այն ինչ որ Էդգարը անցյալ շաբաթ էր, նույն ձևի չի։ Առավել եւս այն ինչ որ 10 տարի առաջ էր, 5 տարի առաջ էր, հաստատ էդի չի։ Ինչու՞։ Նոր հոգի է եկել։ Նոր հոգի առաջնորդել մեզի։ Ու իր կենարար խոսքը, որ լցում է այս միտքը, սիրտը, հոգին գումարվում է իրար ու նոր ուղղություն է տալի։ Այսօր հետ գան քրիստոնյա ջան։ Նոր սովորություններ ձեռք բերեք։ Ընտանիքում օրինակ ովքեր են իրանց ընտանիքում, տղամարդ, էսի քեզ է վերաբերվում։ Տան գլուխն են բան։ Քանի տան գլուխը ստե իր տանը օրվա վերջում ինչ որ մի բան կիսվում է Աստծո խոսքից։ Կամ կնգա հետ աղոթում է։ Մեծ եմ խոսում, երեք ասկսե էդի մեր մոտ։
Երեք հազիվ կնգաս քաշի մի անգիշերը, միջև հելնենք վերև ամեն մեկ իր գործերին անցներ, ասի կյանք արի մի հատ վրս բան այս մոմենտ անենք, վաղը քարոզելու է մտքումս էտի ասեմ, գոնե կարողանամ այս բա ասեմ։ Բայց Bible study-ն էլ 3 օր ենք սկսել։ 3 շաբաթ Աստված խոսում է այս դունդուկի հետ, ապեր, ճանապարհներդ վերաքննի, պետք է ձևափոխվես, 3 օր առաջ հետ նոր տեղ ասավ։ Okay, մի հատ տենամ ինչ եմ անում ստե։ Իմ անուշ աղբերու քուր Քրիստոնյա ջան, մի հատ վերանայի, տանդ ինչա կատարվում։ Դու որպես տղամարդ ո՞նց ես առաջնորդում քո կնգան քո երեխուն, դու ես քո տան մեջի հովիվը, այ հովիվ ո՞նց ես նայում քո ողջարներին։ Իրանց աճը կամ ոչ աճը քո պատասխանատվությունն է, այս եթե քրիստոնյա չես, փագելու ենք սրանով, խնդրում եմ։ Երկար խորի քո ճանապարհը ուտես վերջում, ո՞նց ես պատասխան տալու կանգնելով Սուրբ Աստծո առաջ։ Ինչ-ա լինելու քո մեկնաբանությունը, որտեղ մեզի Աստվածաշունչ ասում է, չի լինելու այնտեղ հետո առաջ։ Հիմա է ընտրությունը։ Հիմա է որ պետք է անգնես իր խաչի առաջ։ Տեր ողորմա ինձի, բացի իմ սիրտը միտքը, հանձնվում եմ Քրիստոսին։ Ուզում եմ որ մեղքերս ներվի նոր սկիզբ, նոր հոգի դնես իմ մեջ, որ այս կյանքը կարողանամ անենց ապրեմ, որ քեզի փառք բարձրանես, ամենակարևորը, երբ որ այս աչքերը փակվելու է, այդ հավիտենականության առաջ որ մտնենք, հանգարցնես չնի դու քո արդարության վրա հիմնված լինես, այլ հիմնվես Աստծո, Քրիստոսի արդարության վրա, ում սերը եւ ողորմությունը կառաջնորդի քեզ դեպի հավիտենականություն։ Շնորհակալություն։